Հարցս քննարկող թեմային չի վերաբերում, բայց քանի որ վերջին շրջանում շատ ցավոտ մի խնդրի առջև ենք բախվել, ես այդ հարցը ցանկանում եմ եւս մեկ անգամ բարձրացնել, միգուցե ձեր տիրույթում չի այս հարցը, բայց խնդրում եմ նաեւ այս հարցին պատասխանեք։ Հարցս հետևյալն է, մեր դպրոցներում կրթօջախներում վերջերս տարածված է այդ միջանձնային հարաբերությունների այդ հարցերը, տեսանյութեր էլ հրապարակվեց, դրանից առաջ ուրեմն թմրանյութերի շրջանառության հետ կապված խնդիրներ կար Մղչան գյուղում եւ այլ ուրեմն տեղերում։ Հիմա հարցս հետեւյալն է։ Ժամանակին կային ուրեմն անչափահասների գծով տեսուչներ։ Հիմա խնդիրը ինչումն է, թերացել են այդ մարդիկ, որոնք որ պատասխանատու են այդ գործի պատասխանատու։ Դուք հետևություններ արել եք, ինչն է խնդիր եւ ինչ քայլեր են ձեռնարկվում, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, ինչպես նշեցիք, անմիջականորեն չի առնչվում նախագծին, սակայն հարցը բարձրացվել է, անդրադառնամ։ Ներկայումս անչափահասների այդ աշխատանքի ֆունկցիոնալը չի անհետացել, այն համայնքային ոստիկանության գործունեության տիրույթում է եւ բնականաբար յուրաքանչյուր դեպքով իրականացվում է վերլուծություն, իրականացվում են հետևություններ եւ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր։ Դրանցից մեկը հենց նաեւ կարող եմ նշել այն օրենսդրական նախաձեռնությունը, որ խորհրդարանը ընդունել է, դա ուրեմն անչափահասներին զենքի նմանվող առարկաների ձևով նմանվող առարկաների վաճառքի սահմանափակումներն են։ Հիմա մենք նաև վարչարություն ենք իրականացնում, որպեսզի համապատասխան այդ ուրեմն զենքի նմանվող առարկաները, որոնք կարող են բերվել դպրոցներ եւ կարող են ուրեմն տհաճ հետևանքներ ունենալ, անցանկալի հետևանքներ ունենալ հետագայում, դա սահմանափակվի։ Եվ մենք շարունակաբար աշխատանք ենք իրականացնում կրթական հաստատությունների հետ, որպեսզի նման դեպքերը բացառվեն։ Արձագանք։ Ցավոք նաև մեր դիտարկմամբ նման դեպքերը վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատանում են եւ այս առումով կարծում եմ նաեւ օրենսդրական այլ փոփոխություններ են պետք եւ ձեր գերատեսչությունն էլ պետք է համապատասխան հետեւություններ անի։ Այս սարսափելի իրավիճակը որ կա, վերահսկելի դարձնելու եւ ի վերջո մենք մատաղ սերնդի հետ գործ ունենք, որը որ մենք նաև տեսնում ենք, մեզ բազմաթիվ ահազանգներ են գալիս, ճիշտ է մենք նման հարցերում նաև իրավապահ համակարգին էլ ենք դիմում, բայց ամեն դեպքում այս հարցում շատ հսկայական անելիքներ կան եւ եղած գործիքակազմը բավարար չէ, պայքարի ձևերը կարծում եմ, որ պետք է ավելի կատարելագործվեն, ավելի գործուն մեխանիզմներ կիրառվեն, որ կարողանանք արդյունավետ աշխատանք տանել այս ուղղությամբ եւ եթե պետք է այդ օրենսդրական փոփոխություններ ազգային ժողովը պատրաստ է նաեւ այս հարցով քննարկումներ ունենանք։ Շնորհակալություն, պարոն Դանիելյան, զուտ կուզեի արձանագրել, որ իրավիճակը վերահսկվում է, թե օպերատիվ իմաստով, թե կրթական հաստատությունների հետ համագործակցության իմաստով եւ կցանկանայի նաեւ շեշտադրել, որ ներքին գործերի նախարարությունը այս խնդիրները տեսնում եւ արձանագրում է, այլապես դրանք արտացոլված չէին լինի մեր ռազմավարություններում, օրինակ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը, որը ընդունել է կառավարությունը, որը ներկայացրել է ներքին գործերի նախարարությունը, երիտասարդացմանը անդրադարձ կա եւ համապատասխան գործիքակազմերի կիրառությունը առաջարկված է եւ մենք քայլեր ենք իրականացնում այդ ուղղությամբ, բայց միաժամանակ ցանկանայի շեշտադրել այն հանգամանքը, որ սա կոմպլեքս խնդիր է, միայն մեկ գերատեսչության խնդիր չէ, կրթական հաստատությունների հետ կապված խնդիր է, առողջապահական հաստատությունների, միանշանակ համաձայն եմ, որ խորհրդարանի հետ աշխատանքի անհրաժեշտություն եւս կա, նշեցի զուտ մեկ օրինագիծ, որը ընդունել ենք, որը իր դրական էֆեկտները ունենում է, պատրաստ ենք համագործակցել, եթե այլ գաղափարներ էլ կան, քննարկենք եւ ուրեմն համատեղ նախաձեռնություններով հանդես գանք, շնորհակալություն։